Հանրաձայնի եթերում հայկական հարց հաղորդումն է։ Հայկական հարց երեկն ու այսօրը, անցյալն ու ներկան։ Խոսափողի մոտ Մարիամ Հովսեփյանն է։ Այս հաղորդաժամին կլսեք Հայ բարեգործական ընդհանուր միությունը եւ արևմտահայ գաղթականները, մաս առաջին։ Ցեղասպանության տարիներին միջազգային ու հայկական բարեգործական մի շարք կառույցներ տարաբնույթ ծրագրեր են իրականացրել տարագիր հայ գաղթականների համար։ Դրանց մեջ առանձնանում էր հայ բարեգործական ընդհանուր միությունը, առավել ակտիվորեն էին գործում այդ կազմակերպության Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եգիպտոսի մասնաճյուղերը։ Այս առումով մասնավորապես աչքի էր ընկնում Կահիրեի հայ բարեգործական ընդհանուր միությունը, որի անդամները անձնուրացաբար էին իրենց դրսևորում Անդրկովկասում, Միջագետքում եւ Եգիպտոսում իրագործվող մարդասիրական աշխատանքներում։ Նրանք հոգում էին տարագրյալների արչեւ ծառացած սննդի, հագուստի, կեցության, առողջապահական եւ կրթադաստիարակչական բնույթի կարիքները։ Թեմային է անդրադառնում Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության պատմության բաժնի կրտսեր գիտաշխատող Մանե Կոնինյանը։ 20-րդ դարասկզբի թուրքական վարչակարգի որդեգրած ցեղասպան քաղաքականությունը աղետալի հետևանքներ ունեցավ արևմտահայության համար։ Այդ հետևանքները լայնամասշտաբ էին՝ հայրենիքի եւ ունեցվածքի կորուստ, ինքնության փոխակերպում եւ մշակութային ժառանգության ոչնչացում։ Հայոց ցեղասպանության ծանր հետևանքներից էր հայ ազգի ինքնության փոխակերպումը, ինչի հետևանքով արևմտահայության ճնշող մեծամասնությունը դարձավ այդ հրեշավոր քաղաքականության զոհը։ Հազարավոր արևմտահայեր, հատկապես կանայք եւ երեխաներ, որոնք ցեղասպան քաղաքականության հետևանքով կորցրեցին իրենց հայրենիքը, հարազատ օջախները, դարձան որբ ու գաղթական։ Հայ որբերին ու գաղթականներին պատսպարելու, հոգ տանելու խնդիրը ցեղասպանության հետևանքով վերջիներիս խախտված իրավունքների արձանագրումն ու հաղթահարման փորձերը դարձան ոչ միայն որոշ միջազգային, այլև հայկական բարեգործական կազմակերպությունների հոգացության խնդիրը։ Այս դժվարին պայմաններում հայ գաղթականներին աջակցելու եւ նրանց կյանքի բարելավման ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկելու գործում առանձնահատուկ դեր խաղաց հայ բարեգործական ընդհանուր միությունը։ Չնայած նրան, որ առաջին աշխարհամարտը եւ հայերի զանգվածային ջարդերը մեծ վնաս պատճառեցին նաեւ հայ բարեգործական ընդհանուր միության գործունեությանը, որի շուրջ 80 մասնաճյուղեր մեծ մասամբ Բալկաններում եւ Օսմանյան կայսրությունում ավելի քան 5000 անդամներով քայքայվեցին, բայց բարեբախտաբար Ամերիկայի եւ Եգիպտոսի մեջ միության վարիչները եւ անդամները կրկնապատկելով իրենց ջանքերը եւ զոհողությունները հազվագյուտ անձնվիրությամբ մկրտցան մասամբ լցնել պակասը եւ հնարավոր ընծայել օգնության գործը, ուր որ կարելի էր եւ անհրաժեշտ։ Արձագանքելով ստեղծված նոր մարտահրավերներին, հատկապես Կահիրեի հայ բարեգործական ընդհանուր միությունը մեծածավալ օգնություն ցուցաբերեց ցեղասպանությունից փրկված հազարավոր հայ որբերի ու գաղթականների, հոգալով ոչ միայն կեցության ու սննդի հարցերը, այլև հոգատարություն ցուցաբերելով կրթության եւ առողջապահության ոլորտներում, նպատակ ունենալով ապահովել նրանց բնականոն զարգացումը։ Կահիրեի հայ բարեգործական ընդհանուր միությունը, որ բավականին մեծ օգնություն էր ցուցաբերել դեռևս 1909 թվականին Կիլիկիահայության ջարդերի ժամանակ, հայոց ցեղասպանության շրջանում ոչ միայն շարունակեց իր մարդասիրական առաքելությունը, այլև պարբերաբար ընդլայնեց գործունեության շրջանակները։ Առաջին աշխարհամարտի տարիներին Կահիրեի հայ բարեգործական ընդհանուր միությունը իր գործունեությունը կենտրոնացրել էր Անդրկովկասում, Միջագետքում եւ Եգիպտոսում։ Նա սկսեց իրականացնել համալիր
ցուցաբերալիր գործողություններ, հոգալով բռնի տեղահանության հետևանքով հուսալքված հայ գաղթականների կարիքները, զբաղեցնելով սննդի, հագուստի, դեղորայքի, վրանների մատակարարումը։ Այդ կապակցությամբ 1915 թվականի մարտի 5-ին Պողոս Նուբարի գլխավորությամբ հայ բարեգործական ընդհանուր միությունը ստեղծեց ազգային շահերի պաշտպանության կենտրոնական վարչություն հիմնադրամը, որը պետք է հանգանակություն կազմակերպեր ի նպաստ ցեղասպանության հետևանքով Անդրկովկաս գաղթած արևմտահայ գաղթականության։ Հայ բարեգործական ընդհանուր միության պաշտոնական օրգան միություն պաշտոնաթերթից իմանում ենք, որ այդ նույն շրջանում Անդրկովկաս է առաքվել ավելի քան 64,000 ռուբլի, այսինքն 6200 եգիպտական ոսկի օգնություն, որից 20,000-ը Թիֆլիսի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Տեր Մովսիսյանին, իսկ մնացածը Էջմիածին, կաթողիկոս Գևորգ 5-րդ Սուրենյանցին։ Այդ նույն շրջանում բարեգործականի Լոնդոնի եւ Մանչեստրի մասնաճյուղերը եւս ցուցաբերում են օգնություն, ինչի առթիվ իրենց ձեռնարկած հանգանակության մասին ծանուցում են կաթողիկոս Գևորգ 5-րդ Սուրենյանցին։ Հետագայում այդ օգնությունները դարձան պարբերաբար, գրեթե ամենամյա։ Կահիրեի հայ բարեգործական ընդհանուր միությունը հանգանակություններին մասնակից դարձնելու համար էր նաև, որ միություն պաշտոնաթերթի միջոցով փորձում էր համայն հայությանը իրազեկել Արևմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության հայաբնակ տարածքներում արևմտահայության զանգվածային ջարդերին։ Չնայած որ ընթացող պատերազմը գրեթե անհնարին էր դարձրել արևմտահայ գաղթականությանը ցուցաբերվող ցանկացած օգնություն, այնուամենայնիվ ազգային շահերի պաշտպանության կենտրոնական վարչության հանգանակության շնորհիվ բարեգործականը կարողացավ ոչ միայն օգնություն ցուցաբերել Անդրկովկասի գաղթականությանը, այլև որոշակի բաժին հատկացրեց նաև Արևմտյան Հայաստանի մի շարք գավառներում։ 1915 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում բարեգործականը Կոստանդնուպոլսի իր մասնաճյուղի միջոցով կարողացավ 100 օսմանյան ոսկի գումար արժողությամբ օգնություն ուղարկել Էրզրումի շրջակայքի հայ գաղթականությանը, 50 օսմանյան ոսկի Երզնկայի գաղթականությանը։ Լրագրական թղթակցություններից պարզ է դառնում, որ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանը եւ հայ բարեգործական ընդհանուր միության Կոստանդնուպոլսի մասնաճյուղը 1915 թվականի ընթացքում շուրջ 5500 օսմանյան ոսկի արժողությամբ գումար են ուղարկել տարբեր գավառներ։ Ծայրաստիճան թշվառության ու մահվան սարսափ տեսած արևմտահայ գաղթականներին տեղահանության առաջին օրերից սկսած մեծ օգնություն ցուցաբերեց հայ բարեգործական ընդհանուր միության, հատկապես Նյու Յորքի մասնաճյուղը, միջակետքում գտնվող հյուպատոսական ծառայությունների կամ ամերիկյան մարդասիրական կազմակերպությունների միջոցով։ Հալեպում առաջնորդական փոխանորդ Տեր Հարություն Քահանա Եսայանի նախագահությամբ կազմավորված գաղթականների օգնության հանձնախմբին մեծ օգնություն ցուցաբերեց հայ բարեգործական ընդհանուր միության Հալեպի մասնաճյուղը Մազլումյանի նախագահությամբ։ Հայկական հարց՝ երեկն ու այսօրը, անցյալն ու ներկան։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Կահիրեի հայ բարեգործական ընդհանուր միության գործունեությունը հիմնականում կենտրոնացավ Պորտ Սաիդ ժամանած մուսալերցիներին ցուցաբերվող օգնության վրա։ Պորտ Սաիդ ժամանելուն պես հայ բարեգործական ընդհանուր միությունը 200 ոսկի առաջին վարկ մքվարկեց բժշկական օգնության անցնելու նպատակով եւ գործադրության համար պաշտոն տվավ միության պատվիրակ բժիշկ Սերոփյանին անմիջապես Պորտ Սաիդ երթալ եւ սանիտարական գործ կազմակերպել տեղվույն վրա։ Դա տեղի չունեցավ, քանի որ տեղական կառավարության, ամերիկյան Կարմիր խաչի եւ հատկապես եգիպտահայ Կարմիր խաչի միջոցով, որը առողջապահական գործին եւ անոր հանձնառումին մեջ շատ պատվավոր ու գործուն բաժինը ունեցած է, մուսալերցիներին արդեն տրվել էր որոշակի օգնություն դեղորայքի, սննդի, ապաստարանի տեսքով։ Ուստի բարեգործականի կենտրոնական վարչությունը, տեղի տալով եգիպտահայ թեմի առաջնորդ Թորգոմ arczepiskopos Գուշակյանի առաջարկին, զբաղվեց մուսալերցի երեխաների կրթության հարցերով։ Կահիրեի հայ բարեգործական ընդհանուր միության հիմնական նպատակը դարձավ որփախնամ գործունեությունը, մասնավորապես նրանց հոգատարությունը, կրթությունը, առողջապահության ապահովումը։ 1915 թվականի հոկտեմբերի 20-ին Պորտ Սաիդի մոտակայքում, ուր հիմնվել էր մուսալերցիների վրանային ավանը, տեղի ունեցավ հայ բարեգործական ընդհանուր միության Սիսուան վարժարանի հանդիսավոր բացումը, որտեղ 25 վրան
համդասարաններում սովորում էին շուրջ 1222 աշակերտներ։ Գրեթե բոլորն ալ անուս եւ շատերը նույնիսկ մայրենի լեզվին անգիտակ, թրքախոս կամ արաբախոս, բավարար ուսում առին եւ տոհմային կրթությամբ դաստիարակվեցան։ Պորտսայիդի վրանակահակի բժիշկ Արամ Սահակյանը կամ նույն ինքը Սալբին, որ 1918 թվականին ստանձնում է Եգիպտահայ Կարմիր խաչի բժշկի պաշտոնը, բարձր գնահատելով Կահիրեի հայ բարեգործական ընդհանուր միության գործունեությունը, նշում էր, որ ազգն իր զավակների հանդեպ չուշացրեց իր գուրգուրոտ վերաբերմունքը եւ բացեց Սիսուան վարժարանը, աղճատված գավառաբարբառեմը զատ ոչինչ չգիտցող այս փոքրիկներուն մեկ մեծ պակասը լրացնելու։ Վարժարանի սկզբնական ծախսերի համար հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պողոզ Նուբարը փոխանցեց 1250 ֆրանկ գումար։ Կահիրեի բարեգործականի ջանքերով հաճախակի դարձած հանգանակություններից լուծվում էին ոչ միայն վարժարանի կրթական, այլ նաև սաների զգեստավորման հարցերը։ Սիսուան վարժարանը շարունակեց գործել մինչև 1919 թվականի նոյեմբեր ամիսը, երբ վրանակահակի գաղթականները, ստանալով անգլիական եւ ֆրանսիական զինվորական իշխանությունների աջակցությունը, տեղափոխվեցին իրենց ծննդավայրերը, մասնավորապես Կիլիկիա։ 1915 թվականի հոկտեմբերից մինչև 1919 թվականի նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Սիսուան վարժարանի ընդհանուր ծախսերը ըստ հայ բարեգործական ընդհանուր միության տեղեկագրերի կազմել է 7626 եգիպտական ոսկի, առանց հաշվելու միության կենտրոնական հանդերձարանի մթերանոցներեն ձրիաբար հայթայթված հանդերձեղենները։ Կահիրեի հայ բարեգործական ընդհանուր միությունը կրթականից զատ կարևոր տեղ էր հատկացնում նաև որբերի տարատեսակ արհեստների մեջ հմտանալու կարողությանը։ Դա արվում էր այն պարզ պատճառով, որ հետագայում որբանոցից դուրս գալուց հետո նրանք կարողանային հոգալ իրենց կեցությունը եւ անկախ լինել։ Հայ բարեգործական ընդհանուր միությունը համոզված էր, որ տարատեսակ հմտություններ ձեռք բերելը կնպաստեր որբերի սոցիալական ինտեգրմանը։ Այդ կապակցությամբ Սիսուան վարժարանին կից բարեգործականը բացեց արհեստանոց, չափահաս տղոց ատաղձագործություն, կոշկակարություն եւ դերձակություն սովորեցնելու համար։ Հարկ է նշել, որ առաջին աշխարհամարտի տարիներին, անմիջապես ցեղասպանության գործադրման շրջանում, հայոց ցեղասպանության դատապարտման գործընթացը դարձել էր Կահիրեի հայ բարեգործական ընդհանուր միության առանցքային խնդիրներից մեկը։ 1916 թվականի վերջերին, ստանալով նաև ազգային պատվիրակության հովանավորությունը, հայ բարեգործական ընդհանուր միությունը կազմեց ազգային պրոպագանդի դիվանը, նպատակ ունենալով հավաքել, թարգմանել ու տպագրել հայոց ցեղասպանությանն առնչվող եւ Եգիպտոսում պարբերաբար հրատարակված փաստաթղթեր, գրքույկներ, հոդվածներ, նամակներ, տարբեր արժանահավատ վկայություններ, որոնք կդրվեին ազգային պատվիրակության տնօրինության տակ ծառայելու համար ազգային դատին։ Դրանով պայմանավորված այդ կառույցին անդամագրվեցին նաև Եգիպտոսի օտար մամուլի մի շարք հայասեր ներկայացուցիչներ, որոնք իրենց նպաստը կբերեին փաստահավաք այդ աշխատանքներին։ 1907 թվականի վերջերից սկսած, երբ դաշնակից ուժերը հետսետե ազատագրեցին Միջագետքի տարածքները, Կահիրեի հայ բարեգործական ընդհանուր միությունը առաջիններից մեկն էր, որ օգնության ձեռք մեկնեց ազատագրված տարածքների տարաբախտ գաղթականությանը, լավ հասկանալով, որ անհետաձգելի օգնություն էր անհրաժեշտ նրանց կեցության պայմանների բարելավման ուղղությամբ։ Օգնության գործը կազմակերպելու համար բարեգործականը կապեր էր հաստատել անգլո-ֆրանսիական զինվորական իշխանությունների ներկայացուցիչների հետ, քանի որ միության օգնությունը սնունդ եւ հանդերձանք կարելի եղավ այս ձևով հարցնել բրիտանական բանակի հասցեին հայ աղետյալներուն բաժանելու համար։ Կիլիկիայի ֆրանսիացի կառավարիչ գնդապետ Բրեմոն, առաջ քաշելով Ֆրանսիայի հայամետ դիրքորոշումը, հայտարարում էր, որ սիրահուժար պիտի աջակցեր, տրված ըլլալով, որ հայ որբերը կկազմեին ազգին ապագան։ Նաև դաշնակիցների տված խոստումներից ոգևորված հայ բարեգործական ընդհանուր միությունը փորձում էր առավելագույնի հասցնել հանգանակությունների կազմակերպումը։ Հայ բարեգործական ընդհանուր միությունը եւ արևմտահայ գաղթականները թեմային անդրադարձավ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության պատմության բաժնի կրծեր գիտաշխատող Մանե Կոնինյանը։ Շարունակությունը կլսեք հաջորդ հաղորդաժամին։
ավարտվեց հայկական հարց հաղորդման հերթական թողարկումը։ Այն պատրաստել էր Մարիամ Հովսեփյանը։ Վանաձայնի եթերում հայկական հարց հաղորդումներ, հայկական հարց, երեկն ու այսօրը, անցյալն ու ներկան։